Ապարանում հոկտեմբերի 30-ին կաշառքի գործով բերման ենթարկված 9 անձանցից որևէ մեկը այս պահին կալանավարում չէ։ Գործով ներկայացված կալանքի միջնորդությունները դատարանը մերժել է, որոշելով կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, վարչական հսկողություն եւ տնային կալանք։ Բերման ենթարկվածներից 3-ն էին Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, 6-ը Ապարանի բնակիչներ են։ Կալանքի միջնորդությունը եղել է, մերժվել է կալանքի միջնորդությունը։ Քաղաքաշինության բաժնի պետ Վահե Սուքիասյանի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք 2 ամիս ժամկետով։ Ճարտարապետ Իշխան Հայրապետյանի եւ Ապարանի համայնքապետարանի հողաշինարար Անատոլի Ղազարյանի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց, վարչական հսկողություն։ Փաստաբան Արմեն Մելքոնյանի խոսքով Ապարանի համայնքապետարանի աշխատակիցների ու բնակիչների նկատմամբ հարուցված քրեական գործը կաշառք, հողերի օտարում եւ այլ գործարքներ չեն։ Նրա վստահեցմամբ քրեական հետապնդումը հարուցվել է լրիվ անհիմն։ Իրականում մարդիկ կենցաղային հարաբերություններ ունեն, իրարից պարտքով փող են վերցրել ամուսնության համար։ Լրիվ այլ բան է ներկայացվել, բայց իրականության հետ չի, կարծում եմ, որ վարույթ իրականացնող մարմիններ շուտով կհամոզվի այդ ամեն ինչի հետ։ Կոնկրետ իմ պաշտպանյալները որևէ կաշառքի հետ աղերս ոչ կաշառք են վերցրել, ոչ կաշառք են տվել, ոչ կիսվել են, ես ասեցի ինչա տեղի ունեցել, երիտասարդ տղա է, իր քնի առողջության հաշվին տրիդե գծագրեր արել, այլ համայնքների հետ կապված, եկել են ենթադրենք Երևանում ես տուն եմ կառուցում, Երևանի ճարտարապետները այդ գծագրի համար ուզել են ենթադրենք 1 միլիոն դրամ, այս երեխան 300,000 դրամով իր քնի հաշվին իր տունը աշխատանք արել եւ տվելա, ասենք բան, իսկ գումարը, որ տվելա բանին, դա պարտքով իր նշանդրեքի ժամանակ, նշանդրեկից առաջ վերցրած գումարն է, որի 150,000, 300,000 փող առել, վերել 150,000 պարտքա վերադարձել, ընդ որում օպերատիվ հետախուզական գործողությունների ժամանակ ձայնագրություն ներևում աս մեզ 150-ը վերցրու այն պարտքի տեղը որպես պարտքի մարում, բայց սա դիտում են որպես կաշառք խմբի կողմից, ես էլ իր բաժինը բերում իսումա, որը ճիշտ չի ըստ ինձ։ Փաստաբանը վստահ է, որ շատ շուտով գործի բոլոր հանգամանքները կպարզվեն եւ վարույթ իրականացնող մարմինը շուտով կհամոզվի, որ ներկայացված մեղադրանքները լրիվ անհիմն են։